Ժողովուրդ գժանոց է, վերջնա։ Ուրեմն Միքայել Սրբազանը 2 ժամանոց հարցազրույց է տվել մեր ընկեր Կարպիս Փաշոյանին։ Այդ 2 ժամվա մեջ բազմաթիվ կարևոր թեմաներից է խոսում։ Ֆրանսիական հեղափոխությունից մինչև հայկազյան բառարան, Էջմիածնի կաթողիկոսության տեղափոխում, հայ-թուրքական հարաբերություններ, Արցախյան հիմնահարց, հաղթանակ, պարտություն, ազգային հարցեր, բան այդ ցավ այդ 2 ժամվա մեջ ասենք մի րոպե, թող լինի 2 րոպե։ Խոսում է Սերժ Սարգսյանի մասին, դա էլ Կարպիս Փաշոյանը բզբզած հարցրեց, հենց հավես է չուներ որ անդրադառնար։ Անդրադառնում է, որ ասում է, հա դե նրա որ ասած նա եղեք անբան հիմա վատ կառավարիչ ա եղել, սա իրանից հասկսվի եւ այլն, եւ ասում անդիմադիր դաշտը ինքն է խառնում, ամեն ինչ անում, որ անդիմադիր դաշտը չկայանա, ասում Սերժ Սարգսյանն ասել է կամ ես պետք է գամ, ըլնեմ էլի ղեկավար, կամ խանգարելու եմ, ոչ թե ասել այլ անում է դա, կամ խանգարելու եմ, որ Նիկոլ Փաշինյանը մնա, ընդհանրապես հենց էսա թեզը, մեկ էլ դեռ Քոչանից էլա, Քոչանին էլա քննադատում, բայց Քոչանի մասով ասում է, դե արդյունավետ կառավարիչ էր, հիմա մի 800 հոգով Սերժ Սարգսյանի թիմը հարձակվել է Սրբազանի վրա, որ խայտարակություն է, այս հարցազրույցին սենց գովազդ անել, հենց Կարպիս Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի, նաև Սրբազանն էլ ինձ թվում է, պետք է շնորհակալ լինի, որ այս ձևով գովազդվել է այս բանը հարցազրույցը ծիծաղս գալիս է էլի հա բայց ինչն է բանը որ ասենք դուք տարբերվում եք այսօրվա քաղաքպայմանագրի հարցակվողներից Սրբազանի վրա դուք եք ուզում ասեք որ դուք ավելի լավ այլ ընտրանք եք դա ձեր պահվածքին կամ այդքան մարդ ասենք Սերժ Սարգսյանի աշխատողներն են դա այդ մարդիկը նա մեծ գործատու է Սերժ Սարգսյանը հենց հիմա ասենք եթե այդքանը փող չստանաք կհարցակվեք Սրբազանի վրա կպաշտպանեք Սերժ Սարգսյանին կամ ինչ ասել այդ նոր բան է ասել Սերժ Սարգսյանի մասին կամ Քոչարյանի հետևորդներն ինչ են ուրախացել որ ասել արդյունավետ էր ինքը կառավարում բայց էլի քննադատում է կոռուպցիայի բանի համար հա ուրախացել եք որ ձեզ մի քիչ է քննադատեք քան Սերժ Սարգսյանին այդ ձեր մասին էլ ասել դուք է պետքա հեռանաք ասել է Սերժ Սարգսյանի հարազատներով Ռոբերտ Քոչարյանը ինքը իր տղայի հետ պետքա դուրս գան քաղաքականությունից դուրս գան եւ այն Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ ասել որ այդ մարդկանց երևալը խանգարեց կործանեց այդ շարժումը այսպես ասած այն ժամանակ էլ էիք հարցակվել հիմա ուզում ասեմ ոչ քոչանականները ուրախանալու բան ունեն այստեղ որովհետեւ ձեր հարցն էլա դրել Սրբազանը դուք պետքա հեռանաք որովհետեւ խանգարում եք որևէ առողջ բանի ձևավորմանը բայց հիմա ուրախացել եք որովհետեւ Սերժ Սարգսյանին ավելի շատ է քննադատել բայց ժողովուրդ այս հարցազրույցը կարևորագույն ազգային հարցերի մասին է այս հարցազրույցը նրա մասին է ոնց 2 ժամ պետք է ասում եք նստեք նայեք մի հատ որ այդ հարցերը պետք է մենք մտորենք, խորանանք, քննարկենք, բան հիմա Սերժ Սարգսյանի հետևորդները դարձել են իրանց մասին հարցազրույց։ Այ մարդ ձեր մասին չի հարցազրույցը։ Ձեր մասին չի, ասենք դուք մտածում եք այդ մի րոպեն, այդ 2 րոպեն, այդ 2 ժամվա մեջ, այդ 2 րոպեն է ամենակարևորը, ես չեմ հասկանում, ասենք որ նման ձևով ասենք հարցակվել եք։ Ինչ եք ուզում Սրբազանից։ Ինչն է սխալ ասել։ Որ ասել է Սերժ Սարգսյանն ասում է ես պետք է լինեմ առաջին ուղևորը Երևան, Ստեփանակերտ բանի չվերթի սխալ ասել որ Սերժ Սարգսյանն ասել է պետք է լինի Հայաստանը Արմենիկումի սպիդի բուժման կենտրոն որ չի եղել որ ասա 3 ժամկետի առաջադրվեմ չի սխալ ասել կամ Քոչարյանի մասով Պողոս Պողոսյանի սպանություն բան ուզում եմ ասենք ինչն է սխալ ասել էլի Սրբազանը որ հարցակվել եք այդ մարդու վրա ընդհակառակը օգնում եք գովազդում եք որ ցածրացուցը շատ դիտվի բայց ես ինչի եմ հիմա խոսում ես ուզում եմ նախ իմ համերաշխությունը հայտնել Սրբազանին Եվ ամբողջությամբ աջակցում եմ այդ բոլոր թեզերը, որոնք հարցազրույցում առաջ են քաշվել, վստահ եմ քննարկման առարկա են եւ դեռ երկար կարելի է դրանց մասին քննարկել, կարող մի մասին համաձայնենք, մի մասին չհամաձայնենք, առաջին հայացքից մի մասը մի քիչ խորտ թվա, հետո եւ այլն, բայց դրա մասին այդ հարցը Սերժ Սարգսյանի մասին չի, Ռոբերտ Քոչարյանի մասին չի Որտեւ դուք ավելի բարձր արժեքներ չեք, քան Էջմիածնի կաթողիկոսության տեղափոխման մասին պատմությունը կամ մենք թուրքերի հետ կարող ենք համակեցություն ունենալ թե ոչ եւ կարող ենք ապրել թե ոչ կամ ցեղասպանությունը ինչա բերե մեր գլխին, մենք որտեղ պետքա ծնվեինք, որ չենք ծնվել, ուրիշ տեղ ենք ծնվել եւ նմանատիպ այլ հարցեր։ Այս հարցերի շուրջ է պետք քննարկումներ կազմակերպել։ Մի հայ, հույ, վայնասուն հերել են հարցակվել 800 հոգով, ասենք ինչ եք ուզում, ինչ եք ասում, ասենք դուք ինչ կարաք ասեք բացարձակապես, ինչ կարաք ասենք Միքայել Սրբազանին։ Դուք ուր Միքայել Սրբազանին։ Ես զան, ուղղակի ծիծաղս գալիս է, էլի որ ասում եմ, հա լավ, երևի կդադարի բան, չէ գնալով շատանում, ոնց որ բան էլի հրահանգադրած որ ամեքդ միած ստատուս պետքա գրեք, բան նայում եմ մարդիկ կան, որ իրանք էլ պետք է գրեն, բայց ոնց որ իրանք ասեն, դեռ դուք մի խառնվեք, տենց դուք դեռ պալիտ եղած չեք, այդ թիմի մեջ դեռ պալիտ չեք եղել, էլի չեք պալիտ բառը ոնց կլինի։
Դեռ վարված չեք, որ Սերժ Սարգսյանի հետ աշխատավարձ ստացող network-ի ցանցի մեջ եք, հələ դեռ դուք սուս մնացեք, թող այս ովքեր որ վարված են, երևացող են, թող դրանք խոսան գրեն։ Հերիք ու բոլ եղավ։ Ուժի մեջ է ձեր բանի հերանալու Սրբազանի հայտարարությունները, հենց որ ասենք թող ոչ քոչայանականներն ուրախանան, ոչ էլ Սերժ Սարգսյանի աշխատողները, թիմակիցները, այդ մարդիկ ոչ էլ նրանք տենց բանան են, շատ ծանր տանեն։ Սրբազանն ինչ ասելա ճիշտ է ասել։ Ինչ ասելա ճիշտ է ասել։ Շատ դիպուկ է ասել, շատ հիմնավոր է ասել, շատ փաստարկված է ասել։ Ու դրա համար էլ այս վայնասունս էս բարձացելա վերև ու չի իջնում վերևից, ասենք, աբսուրդ է այս ուղղակի։ Այսքանն էի ուզում ասեմ, խնդրում եմ տարածել սիրելի հայրենակիցներ, միանալ մեր ալիքին, միանալ Telegram-յան ալիքին եւ հետեւել զարգացումներին, որովհետեւ իրավիճակներ կան, որ իրապես չի լինում չարձագանքել։ Այսքանը։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Լավ մնացեք։